Շնորհակալություն, պարոն Փաշինյան, դուք խոսելով Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներից ասացիք, որ այդ հրահանգները նախկինում են տրված եղել, ուղղակի պատշաճ չեն կատարվել, ճիշտ եմ հասկացել ձեր ասածը, եթե նախկինում բազմիցս այդ հրահանգները եղել են։ Այնուամենայնիվ, որովհետև նախկինում եղել են։ Այնուամենայնիվ, տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հնչող տեսակետը այն է, որ եթե Գագիկ Ծառուկյանը չմասնակցեր ընտրական գործընթացներին, չպայքարեր իրենց խոսքերով մանդատագողության, ձայների գողության հետ կապված, ապա տեղի չէր ունենա այն զարգացումները, որոնց ականատեսը հանրությունը այս պահին ականատես է լինում, նաև քննադատություններ կան կապված, թե եթե Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ է հարուցված քրեական գործը, ինչ կապ ունեն այդտեղ կենդանիները, որից մեկին տեղափոխելիս քնեց չարտնացավ եւ պահանջում են, որպեսզի պատշաճ պատասխանատվության ենթարկվող լինի, նաև 70-ից ավելի, նրան եւ նրա հետ փոխկապակցված անձանց օբյեկտներում կատարված խուզարկություններից հետո կապարակնքվել են եւ բազմաթիվ քաղաքացիներ ըստ էության պարապուրտի են մատնված, ինչ է լինելու նրանց ճակատագիրը, ինչպես է պետությունը այս պարագայում դրանց հետ կապված լուծելու, սա որպես առաջին հարց եւ պարոն Փաշինյան, դուք հայտարարել եք, որ իրավիճակը Ալեն Սիմոնյանի հետ կապված նոր է, որ նա չի վերցնելու պատգամավորական մանդատը, ընթացքում կհասկանաք հիմա ինչ որ նոր զարգացում կա, ինչ է լինելու Սիմոնյանի քաղաքական ճակատագրի հետ կապված եւ նաեւ կառավարության կազմի հետ կապված հարցին ի պատասխան ասել էիք, որ ըստ էության մեծ փոփոխություններ նախատեսված չեն, բայց որոշակի տեղեկություններ այնուամենայնիվ կան, որոշ նախարարների հնարավոր չվերանշանակման մասին, դրանցից մեկը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն է, արդյոք նա կվերանշանակվի թե ոչ։ Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում, Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել, որովհետև քաղաքական ճակատագրի մասին չի, խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է, հիմա քննարկում ենք, մտածում ենք, լուծումներ կլինեն, դրա մասին կտեղեկացնենք, ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրավիճակին, եթե ես չեմ սխալվում, իսկ կարող եմ սխալվել, որովհետև շատ մանրամասն չեմ տիրապետում, քրեական գործը, որով գործընթացները հիմի տեղի են ունենում, հարուցվել է դեռևս 2025 թվականին օտարերկրյա ներդրողի դիմումի հիման վրա։ Եթե ես չեմ սխալվում, ինչքան գիտեմ, ինչքան հասկանում եմ, հենց դա է տեղի ունեցել եւ նրբությունը դա է։ Օտարերկրյա ներդրողի դիմումի հիման վրա եւ այդ դիմումը վերաբերվել է նրան, որ այսինքն քննչական կոմիտեն ինչքան գիտեմ հաղորդագրություն, այսինքն տեսա լուրերում, որ հաղորդագրությունն է տարածել, բովանդակությունը կիսել է։ Ես շատ մանրամասներ, քանի որ չգիտեմ, կարող եմ սխալվել, դրա համար չեմ վերարտադրում։ Ասում են այդ Գագիկ Ծառուկյանն է տուժող եղել, ինքը դիմել է իրավապահ մարմիններին։ Եթե տուժող ա եղել, ինչի չի դիմել իրավապահ մարմիններին։ Կենդանիների հետ կապված, եթե կա մարդ, որը պետք է պատասխանատվություն կրի, կկրի, ինչքան գիտեմ, քննություն է նշանակված։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հանրային ռադիո։ Պարոն վարչապետ, վաղվանից դուք մեկնում եք արձակուրդ, խնդրում եմ տեղեկացրեք, որտեղ եք անցկացնելու, երկրում եք լինելու թե չէ, եւ ինչպես եք